երբ Գերաբլուրի սրբազան բարձունքում ամփոփում էինք Հայաստանի առաջին հանրապետության պաշտպաններից Զորավար Սեպուհի աճյունասափորը, կարծում եմ պարզ էր, որ մենք հաստատակամ ենք հայրենիք վերադարձնելու բոլոր նրանց, ովքեր ընկան Հայաստանի ազատության ճանապարհին։ Եվ խոսքը բնականաբար առաջին հերթին վերաբերում էր Ղարաբաղ-ադրբեջանական զորքերի շփման գծի միջդիրքային տարածությունում գտնվող մեր 3 զինվորական օդաչուների աճյուններին։ Նոյեմբերի լույս 22-ի գիշերը դարձավ այդ հաստատակամության ևս մեկ արհավատչան ու խոնարհվելով իրենց զինվորական պարտքը միջև վերջ կատարած օդաչուների պայծառ հիշատակի առջև եւ հայկական բանակի ողջ անձնակազմի անունից իմ խորին ցավակցությունը հայտնելով նրանց հարազատներին, միաժամանակ շնորհակալությունս եմ հայտնում աճյունների փրկության նպատակով իրականացված հատուկ գործողության բոլոր մասնակիցներին, այն մշակողներին ու իրականացման օժանդակողներին։ Այդ նրանք էին, որ չանցալով դիվանագիտական ձեռնարկումների արդյունքներին իրականություն դարձրին յուրաքանչյուր հայի սպասումը եւ միջդիրքային տարածությունից հայրենի հող վերադարձրին Արցախի երկնքի պահապաններին։ Մի 24 ուղղաթիռի ազնագազմի անդամներ Սերգեյ Ալեքսանդրի Սահակյանին, մայոր Սարգիս Գագիկի Նազարյանին, ավագ լեյտենանտ Ազատ Արթուրի Սահակյանին հետմահու պարգևատրել արիության մեդալով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան։ Տեր Աստված, քո փառավոր արքայության հանգստի արժանացողի ցուցակի մեջ արձանագրիր նրանց եւ հավիտենական հարկերի մեջ տեղ իրենց եւ եթե մարդորեն մեղանչել են այս աշխարհի հատուկ հանցանքներով, քո անգուցելի խոսքով փողություն շնորհիր իրենց հոգին ազատիր ամեն մեղքից, եսի խաբկաններից եւ օրհնիր ներկա այս ամբողջ ժողովրդին, որովհետև բոլոր արարածները փառավորում են քեզ ամենասուրբ Տեր, այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Աստվածային իջցե իհով աուսորին և ուսուցե հորում վերջին անվան փոր և որ փոր և որ լույսը փոր այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն